Անվտանգությունը բոլորովին ուրիշ բան է, որը բանակը ներառում է, բայց որը միայն բանակը չի։ Ինչ վերաբերում է բանակի բարեփոխումներին, այո, մեծ ծավալով բանակի բարեփոխումներ են տեղի ունենում, բայց ես էլի ուզում եմ ընդգծել, որ բոլոր այն փորձերը, որ փորձ է արվում ներկայացնել, որ Հայաստանի Հանրապետությունը բանակը զարգացնում է, սպառազինվում է, չգիտեմ, որ հարձակվի այս ուղղությամբ կան, այն ուղղությամբ, ես պաշտոնապես ասել եմ եւ ասում եմ, որ Հայաստանի Հանրապետության բանակը Հայաստանի ինքնիշխան միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս խնդիր չունի եւ չի ունենալու։ Եվ ասում եմ նույնիսկ մինչև Հայաստանի օկուպացված ավելի քան 200 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածքների մասով էլի բանակի առաջ խնդիր չի դրվելու, որովհետև սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը, որը երկու երկրներում վավերացվել է, մեխանիզմները ստեղծում են, որ այդ հարցերը խաղաղ ճանապարհով լուծվեն եւ նորից ուզում եմ դա ընդգծել։ Իսկ բանակը պետության ատրիբուտ է, մենք պետություն ենք եւ պետք է ունենանք բանակ եւ պետք է ունենանք պաշտպանունակ բանակ, որովհետեւ մենք պետք է պաշտպանվելու կարող, ընդ որում սեփական քաղաքացիներին պաշտպանելու գործառույթը պետության, ցանկացած պետության պարտավորությունն է, բայց ել եմ ասում, բանակը մեր միակ գործիքը չի եւ ամենևին առաջնային գործիքը չի այդ անվտանգությունը ապահովելու համար։